Բարի առավոտ բոլորին, անվանում էին քննտրում իմ վիպակի համար, ուրեմն գրել եմ անվանում ընտրենք, առաջարկներ խնդրեմ, չգիտեմ ինչու սենց գրել կամ ու բութա դրել, սա բութներ չէ, մոռացել եմ, ուղղակի որ ես վաղուց չեմ օգտագործել հայերեն գիր ու ասենք որ գրում էի, ասենք ուղղակի ձեռագրով, համացանցում չի ուղղակի, դե ձեռագրով որ գրում էի, ասենք քիչ ա եղել կամ գրեթե չի եղել, սենց հազվագույթ էլի, եթե անգամ եղել ա, որ ասենք բութ, շեշ, տենց բաներ, հլեն որ դե լավ, անցնենք առաջ, գրել է կամ ես կարող եմ առաջարկել մի քանի տարբերակներ, որոնք կապ ունեն պատմության հիմնական գաղափարների, միստիկայի և հերոսների ճանապարհորդության հետ, ճշմարտության եռանկյունին, Աշավանի հետքն, սիրտը վիրավոր Ահրեմանի դեպքում, մթութաբանը, աստվածների ուրվականներ, բարիքի և չարիքի արյան գիծը, այս բարիքի և չարիքի արյան գիծը ինձ հետաքրքրեց ու մթութաբանը, դե առաջինը մթութաբան, Բրաբիոնի պատմությունը, երազների դարպասներ, այս էլ ա հետաքրքրել, մտքերից աչքեր, կյանքի մոգության խաչմերուկ, ես էլ որոշապ հետաքրքրել, հնարավոր է, որ դրանք ավելի հեռավոր կամ խորհրդանշական բաներ բացահայտեն, կամ դրանք ավելի հատուկ լինեն պատմության սկզբունքներին, կկարողանանք ընտրել, որը ձեզ ավելի մոտ է, մթութաբանը, ընտրում եմ մթութաբանը, էլի ես ես որ սենց գրել ա, կարող ենք ընտրել, որը ձեզ ավելի մոտ է, ես սրան չեմ այսպես պատասխանել, մթութաբանը շատ հետաքրքիր անվանում է, որն իր մեջ կրում է միստիկական և խորհրդանշական տարրեր, այն առաջացնում է մի տեսակ մթնոլորտ, մի ժամանակահատված կամ տարածք, որտեղ հերոսները փորձում են գտնել ճշմարտությունը կամ հասնել իրենց նպատակի, այդ անվանումը հենց իր խորհրդանիշներով կարող է հուշել մի մութ ճանապարհ, որը պետք է հաղթահարեն նրանք և հասնել վերջնական լույսի կամ գիտակցության, այս անվանումը շատ հարմար է ձեր պատմությանը, որը պարունակում է միստիկ տարրեր, փիլիսոփայական խրատներ և հերոսների խորը ներքին պայքար,